երբ որ ծնողը իր զավակի կյանքը խլում է, դառնում է որդեսպան, իսկ որդեսպանության մեղքը շատ ավելի ծանր է, քան թե մարդասպանության մեղքը։ Մի հետաքրքիր այսպիսի պատմություն կա։ Աղջիկը գալիս է մոր մոտ եւ ասում է. ես հղի եմ, բայց ուզում եմ դադարեցնել հղիությունը, ուզում եմ երեխային սպանել։ Մայրն ասում է. մի խնդրանք ունեմ քեզ, մի դադարեցրու հղիությունը, թող երեխան ծնվի, կմկրտենք, Աստծուն կհանձնենք, հետո կսպանես։ Ինչպես թե, ասում է, այո, եթե դու երեխային քո որովայնում սպանես, դադարեցնես հղիությունը, ապա երեխան կզրկվի մկրտությունից, կզրկվի երկնքի արքայությունից, կզրկվի հավիտենական կյանքից, թող ծնվի, կմկրտենք, հետո տա սպանենք։ Երբ որ այս ասում է քրիստոնյա տատիկը իր թոռան մասին, քրիստոնյա մայրը իր դստերն է ասում, այն ժամանակ գիտակցում է մայրը, թե ինչ մեծ չարիք է որդեսպանություն, ասում է ոչ, չեմ սպանի, կծնվի, կմկրտենք, կդաստիարակենք, Աստծուն կհանձնենք։ Ուրեմն Աստված է կյանքի հեղինակը, Աստված է արարիչը, յուրաքանչյուր ծնող պետք է գիտակցի, որ ինքն էլ է երկրորդ արարիչ, եւ ինչպես Աստված է կյանքի ստեղծողն ու արարողը, որ չի ուզում մեղավորի մահը, այլ դրան դառնալը չար ճանապարհից, եւ շարունակվում է արարչությունը եւ աստվածային նախախնամությունը, որ պահում ու պահպանում է մարդկային ազգը, այդպես էլ յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր ծնող իրավունք չունի Աստծուց տրված կյանքը աղճատել, խլել։ Ուրեմն հնում ասում էր մի սպան, ես էլ ասում եմ մի բարկացիր, որովհետև եթե բարկանաս հոգով կսպանես, եւ եթե չարանաս նաեւ մարմնով կսպանես, թող սպանություն չլինի մեր կյանքում։ Նմանվենք արարչին, կյանք տանք մարդկանց։ Ամեն։